Ողջույն, այսօրվա մեր թեման միջնադարյան կամ եկեղեցական լադերն են, բայց մինչ կանցնենք բուն թեմային, կուզենայի իմ երախտագիտության խոսք ասել տիկին Հասմիկ Հարությունյանին, ով միշտ աջակից է եղել ինձ։ Իդեպ նշեմ, որ թեման նկարում ենք իմ հետևորդների խնդրանքով։ Միջնադարյան կամ եկեղեցական լադերը լինում են 7 տեսակ։ Առաջինը իոնական, երկրորդը դորիական, երրորդը փրուգիական, չորրորդը լիդիական, հինգերորդը միքսոլիդիական, վեցերորդը էոլական և յոթերորդը լոկրիական։ Իսկ հիմա կնվագենք և կհասկանանք մեր լադերի յուրահատկությունները։ Մինչ միջնադարյան լադերին անցնելը, հիշենք մաժոր տոնայնության կառուցվածքը՝ տոն, տոն, կիսատոն, տոն, 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 կիսատոն, սա մաժոր լադի կառուցվածքն է։ Իսկ հիմա մինոր լադի կառուցվածքը՝ տոն, կիսատոն, տոն, տոն, կիսատոն, տոն, տոն, սա մինոր լադի կառուցվածքն է։ Եթե տոնիկայից առաջին տերցիան մեծ է, ուրեմն լադը մաժոր է, տոնիկայից առաջին տերցիան փոքր է, ուրեմն լադը մինոր է։ Եկեք դոնոտայից կառուցենք գամմա և տեսնենք մաժոր գամմա է թե մինոր։ Նայեք, տերցիան մեծ է, ուրեմն մաժոր գամմա է, մաժոր լադ է։ Իսկ հիմա դոնոտայից կառուցենք միջնադարյան լադը։ Առաջին լադը իոնականն է։ Իոնական լադը լիարժեք համապատասխանում է մաժոր լադին, նույն մաժոր լադի կառուցվածքն ունի։ Ռե նոտայից կառուցենք գամմա, կստացվի ռե մինոր, ինչու, քանի որ առաջին տերցիան փոքր է, հետևաբար ռե մինոր կստացվի։ Տոն, կիսատոն, տոն, տոն, կիսատոն, տոն, տոն, ստացվում է մեկ նշան, սի բեմոլ, ռե մինորն ունի մեկ նշան, սի բեմոլ, 6-րդ աստիճանը։ Իսկ հիմա ռե նոտայից դորիական լադն ենք նվագում առանց սև ստեղնի, հիշում եք ռե մինորը ուներ սի բեմոլ, ուրեմն ստացվում է սի նոտան, այսինքն 6-րդ աստիճանը բարձր է դորիական լադում։ Մի նոտայից կառուցենք, տերցիան փոքր է, հետևաբար մեր մի նոտայից կառուցված գամման կլինի մինոր։ Տոն, կիսատոն, տոն, տոն, կիսատոն, տոն, տոն, առաջ եկավ երկրորդ աստիճանը ֆա դիեզ է։ Փրուգիական լադում կստացվի երկրորդ աստիճանը ցածր։ Եթե առանց սև ստեղնի նվագենք, ոչ թե ֆա դիեզ, այլ ֆա դիեզը իջեցված, ուրեմն երկրորդ աստիճանը փրուգիական լադում իջեցված է։ Ֆա նոտայից կառուցենք, առաջին տերցիան մեծ է, հետևաբար մաժոր գամմա է, տոն, տոն, կիսատոն, տոն, 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 կիսատոն։ Ֆա մաժորում մենք ունենք սի բեմոլ, 4-րդ աստիճանն է, իսկ լիդիական լադում կլինի 4-րդ աստիճանը բարձրացված, ոչ թե սի բեմոլ, այլ սի։ Ստացվեց լիդիական լադում 4-րդ աստիճանը բարձր է։ Հաջորդը սոլ նոտայից կառուցվող գամման կլինի սոլ մաժոր, տոն, տոն, կիսատոն, տոն, 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 ֆա դիեզ, կիսատոն, ուրեմն սոլ մաժոր ունի մեկ դիեզ, ֆա դիեզ, 7-րդ աստիճանն է, իսկ հիմա միջնադարյան լադը միքսոլիդիական է կոչվում, ոչ թե ֆա դիեզ, այլ ֆա բեկար ենք նվագում։ Միքսոլիդիական լադում ստացվում է 7-րդ աստիճանը իջեցված, մենք իջեցնում ենք 7-րդ աստիճանը։ Եկեք լյա նոտայից կառուցենք, լյա մինոր կլինի, ինչու, քանի որ տեխնիկական տերցիան փոքր է, մինոր է ուրեմն, տոն, կիսատոն, տոն, տոն, կիսատոն, տոն, տոն։ Իսկ հիմա էոլական լադը, նայեք, լիարժեք համապատասխանում է մինոր լադի կառուցվածքին, ուրեմն կառուցվածք ինչպես մինոր լադն է։ Հիմա սի նոտայից կառուցենք գամման, առաջին տեխնիկական տերցիան փոքր է, հետևաբար լադը կլինի մինոր, տոն, կիսատոն, տոն, տոն, կիսատոն, տոն, տոն, սա մինոր լադի կառուցվածքն է և մեր մոտ առաջ եկավ երկու նշան, ֆա դիեզ և դո դիեզ։ Լոկրիական լադում երկրորդ աստիճանը և հինգերորդ աստիճանը ցածր են, քանի որ առանց ալտերացիայի նշանի ենք մենք
լադ է կառուցում, ստացվում է երկրորդ աստիճանը ցածր և 5-րդ աստիճանը ցածր։ Միջնադարյան կամ եկեղեցական լադեր։ Իոնականը լիարժեք է, քանի որ համապատասխանում է մաժոր լադին։ Դորիականը 6-րդ աստիճանը բարձր է։ Փրուգիականը 2-րդ աստիճանը ցածր է։ Լիդիականը 4-րդ աստիճանը բարձր է։ Միքսոլիդիական լադում 7-րդ աստիճանը ցածր է։ Էոլական լադը լիարժեք է, քանի որ համընկնում է մինոր լադի հետ։ Լոգրիական լադում 2-րդ և 5-րդ աստիճանները ցածր են։ Հիմնվելով լադերի առանձնահատկություններին, մենք պետք է կարողանանք բոլոր նոտաներից կառուցել բոլոր լադերը։ Իսկ հիմա եկեք ռե նոտայից կառուցենք իոնական լադը։ Հիշենք, որ իոնական լադը համարժեք է մաժոր լադին, այսինքն նույն կառուցվածքն ունի։ Իսկ հիմա դորիական լադը։ Հիշենք, որ տեխնիկական տերցիան փոքր էր դորիական լադում, ուրեմն մինոր լադի կառուցվածքն ունի, սակայն 6-րդ աստիճանը բարձր է։ Սի, ոչ թե սի բեմոլ, այլ սի։ Երրորդ լադը փրուգիականն է։ Կրկին փոքր տերցիա, ուրեմն մինոր լադի կառուցվածքն ունի, հիշենք, որ 2-րդ աստիճանը ցածր է փրուգիական լադում։ Հաջորդը լիդիական լադն է, մաժոր լադի կառուցվածքն ունի, սակայն 4-րդ աստիճանը բարձր է։ Սոլ դիեզ։ Հաջորդ լադը միքսոլիդիականն է, մաժոր է, քանի որ տեխնիկական տերցիան մեծ է։ Ինչպես հիշում եք, 7-րդ աստիճանը իջեցված է միքսոլիդիական լադում։ Հաջորդը էոլական լադն է, որը լիարժեք համընկնում է մինոր լադի կառուցվածքի հետ։ Եվ լոգրիական լադը, որտեղ 2-րդ և 5-րդ աստիճանները ցածր են։ Լոգրիական լադում 2-րդ և 5-րդ աստիճանները ցածր են։ Միջնադարյան կամ եկեղեցական լադերը իրենց անվանումները ստացել են հին հունական ցեղախմբերի անվանումներից։ Պետք է հիշել իոնական դո մաժոր, դորիական ռե մինոր, փրուգիական մի մինոր, լիդիական ֆա մաժոր, միքսոլիդիական սոլ մաժոր, էոլական լա մինոր, լոգրիական սի մինոր։